Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ ընթերցեմ հարցը։ Սեռական հարաբերություն ունենալիս ես միշտ պաշտպանվում եմ, պահպանակ եմ օգտագործում, սակայն վերջերս պարզվեց, որ ինձ մոտ սեռավարակ կա։ Հնարավոր է արդյոք պահպանակով սեռական հարաբերության ժամանակ սեռավարակի փոխանցումը։ Նման դեպքեր բավականին հաճախ են հանդիպում մեր պրակտիկայում, եւ տղամարդիկ որպես կանոն շփոթված, խառնված դիմում են մեզ, պարզելու թե որն է պատճառը եւ նշում, որ իրենք միշտ պաշտպանվում են, բայց պարզվել է, որ ունեն սեռավարակ, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ սեռավարակներ։ Բացատրեմ, գործնականում դա հնարավոր է, որովհետեւ նախ պահպանակը 100%-ով չի ապահովում եւ չի ստեղծում անվտանգ սեռական հարաբերություն, քանի որ հարաբերության ժամանակ նախ կարող է պահպանակը վնասվել, պատռվել եւ տղամարդը կարող է դա ոչ զգալ, ոչ էլ նկատել։ Բացի այդ, քիչ չեն այն դեպքերը, երբ պահպանակը մինչև օգտագործելը կարող է օրինակ ժամկետ անց լինել։ Նման դեպքեր կարող են լինել նաեւ այն դեպքերում, երբ կարող է վնասվել պահպանակը տուփը բացելիս։ Օրինակ, երբ դա անում է զուգընկերուհին, կարող է եղունգով վնասել այն եւ հարաբերության ժամանակ փաստորեն պահպանակը կորցնում է իր պիտանելիությունը եւ օգտավետությունը։ Շատ դեպքերում խնդիրը սկզբնական շրջանում չի նկատվում, որովհետեւ ինքներդ գիտեք, մենք նախորդ թողարկումների ժամանակ խոսել ենք դրա մասին։ Խնդիրները մասնավորապես սեռավարակների հետ կապված միանգամից գլուխ չեն բարձրացնում եւ որոշ ժամանակ անց տղամարդը կարող է նկատել գանգատներ։ Որոնք են այդ գանգատները, որոնց պարագայում տղամարդը պետք է արդեն մտահոգվի եւ անցնի հետազոտություններ։ Մռմռոց, հաճախամիզություն, ցավեր, իհարկե սրանք այն գանգատներն են, որոնք որպես կանոն արդեն իսկ խոսում են, որ խնդիր կա, բայց եթե հարաբերությունից հետո կամ հարաբերության ժամանակ նկատել եք, որ պահպանակը վնասվել է կամ դուրս է սահել, ապա մի սպասեք գանգատների հայտ գալուն եւ որոշ ժամանակ անց դիմեք համապատասխան մասնագետի օգնությանը։ Երբեմն նաև կարող են նկատվել այլ տեսակի գանգատներ եւ դրանք հաճախ են հենց հնչում մեր պրակտիկայում, մասնավորապես սեռական թուլության պոտենցիայի հետ կապված խնդիրները եւ վաղաժամ սերմնաժայթքման հետ կապված խնդիրները։ Սրանք էլ առաջանում են որպես բարդություն, որովհետեւ սեռավարակներով պայմանավորված սեռական խանգարումները բավականին շատ են մտահոգում տղամարդկանց։ Ինչ անել նման դեպքերում։ Նախ խոճապի չմատնվել եւ երկրորդն էլ իհարկե անպայման մտածել, որ դրանք գործնականում արդյունավետորեն լուծելի են։ Ինչ պետք է նկատի ունենալ բուժման ժամանակ։ Անցնել համապատասխան հետազոտություն, ունենալ ճշգրիտ ախտորոշում եւ բնականաբար արդեն բուժումը իրականացնելիս առաջին հերթին ձերբազատվել սեռավարակից, այսինքն կատարել հակաբորբոքային հակավարակային բուժում, հանձնել կրկնակի անալիզներ պարզելու եւ համոզվելու, որ խնդիրը անցել է եւ նոր դրանից հետո վերականգնել սեռական թուլությունը կամ վաղաժամ սերմնաժայթքումը, որոնցով հենց հաճախ տղամարդիկ դիմում են մեզ։ Բուժման ժամանակ կարող են օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Տադաֆորտը նախատեսված է սեռական թուլության, այսինքն պոտենցիայի խանգարման բուժման համար, իսկ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար։ Երկու դեղամիջոցներն էլ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնց մասին ես հիմա կխոսեմ։ Տադաֆորտը նախ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը նախատեսված է պլանավորված սեռական հարաբերության համար։ Դեղամիջոցը ունի կողմնակի ցուցումներ, դրանց մասին անպայման բժիշկը պետք է իրազեկի պացիենտին, եւ նաեւ ուզում եմ նշել, որ դեղամիջոցը տարբերվում է մյուսներից իր արդյունավետությամբ, մասնավորապես 36 ժամ պահպանելով իր ազդեցությունը։ Այսինքն, դեղամիջոցը ընդունելուց հետո տղամարդը կարող է 36 ժամվա ընթացքում ունենալ կրկնակի սեռական հարաբերություն, եթե ունի իհարկե
համապատասխան սեռական ցանկություն եւ հնարավորություն։ Մյուս դեղամիջոցը, որը համակցված տարբերակով օգտագործվում է տադաֆորտի հետ միասին, դա պոքսեցինն է, որը ունի նույնպես երկու տեսակի դոզավորում՝ 30 եւ 60։ Տարբերությունն այն է, որ 30-ը օգտագործվում է ավելի թեթև խանգարումների պարագայում, 60-ը ավելի լուրջ, դա արդեն որոշում է բժիշկը կախված խնդրի ծանրությունից եւ վաղեմությունից։ Տադաֆորտի եւ դապոքսեցինի միաժամանակյա օգտագործումը ապահովում է բուժման արտահայտված արդյունավետություն։ Պացիենտները հաճախ նկատում են, որ որոշ ժամանակ անց լավանում է էրեկցիան, այսինքն պոտենցիան, երկարաձգվում է սեռական ակտի տևողությունը, ինչը տղամարդուն տալիս է վստահություն։ Եվ իհարկե պետք է հաշվի առնել նաև կողմնակի գործոնները, այսինքն եթե լիովին պացիենտը բուժվել է, այս դեպքում նաև պարտադիր պետք է համապատասխան հետազոտություն անցնի նաև իր զուգընկերուհին, որպեսզի խնդիրը չկրկնվի։ Ինչպես արդեն հասկացաք, սեռական գրագիտությունը ամուր սեռական առողջության հիմքն է։ Եթե ունեք սեռական խնդիրներ, մի խուսափեք մասնագետին դիմելուց, որովհետև որքան շուտ դիմեք մասնագիտական օգնությանը, այնքան շուտ հնարավոր կլինի վերականգնել ձեր սեռական առողջությունը։ Եղեք առողջ եւ լավատես։ Այսօրվա համար այսքանը։ Գրեք ձեր հարցերը։ Մենք դրանց արագ արձագանքում ենք բոլոր հարթակներում։ Տարածեք մեր տեսանյութերը։ Թողեք ձեր մեկնաբանությունները, մեզ համար անչափ կարևոր է ձեր կարծիքը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Գիշերային զրույցները շատ առողջարար են։